Arterial ճնշումը կամ հիպերտենզիան, որը շատերի մոտ է այսօր շատերի մոտ կա եւ շատերի մոտ ճնշվում է ճնշումը իջեցնող պրեպարատներով, պետք է այս ինֆորմացիան օգնի ավելի ճիշտ մոտեցում եւ ճիշտ պատկերացում սկզբից կազմելու համար սա կօգնի ինֆորմացիան եւ ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար կօգնի։ Այսինքն բարձր ճնշումը օրգանիզմում երկու տիպի կարող է լինել, մեկը վտանգավոր, այսինքն պաթոլոգիական սիրտանոթային համակարգի եւ երկրորդը ոչ վտանգավոր, որը կապված է օրգանիզմի վերականգնման պրոցեսների հետ կամ կենսական ուժի հետ։ Ու շատ սխալ է, երբ որ 150 բարձրանում է ճնշումը եւ բժիշկը նշանակում է ճնշումը իջեցնող հաբ ամեն օր ամբողջ կյանքում, դա մեծ վնաս է հասցնում պացիենտին, այդպիսի բժիշկը չէ գիտակցում կամ ոմանք նույնիսկ գիտակցում են, թե ինչ խնդիրներ, հիվանդություններ նոր կարող են առաջանալ այդ պացիենտի մոտ։ 150-ը դա եթե անոթների հետ խնդիրը լուրջ չի, այսինքն եթե խնդիրը անոթներում չի թաքնված, այլ մեկ այլ օրգանում, օրինակ լյարդում, երիկամներում, թոքերում, ապա 150-ը իջեցնելով հիվանդությունը ավելի է բարդանում։ Այսինքն սրտի սնուցումն է թուլանում, արյան շրջանոցյան կանգ է մասնակի առաջանում թոքերում, լյարդում եւ այդպես շարունակ։ Հիմա հասկանանք երկու դեպքերն էլ, ուրեմն ճնշումը բարձր կարող է առաջանալ, եթե հիվանդություններ կա սիրտանոթային համակարգում, լյարդում, երիկամներում, թոքերում, մեծ մասամբ, բայց նաև ճնշում կարող է առաջանալ ներքին օրգանները վերականգնվելուց կամ որոշակի պակասը օրգանիզմը կոմպենսացնում է այդպես, օրինակ թթվածին գլխուղեղը չի հասնում, վզի մկաններն են բռնված կամ արտերիաները լավ չեն աշխատում, կորացած են, կամ ինչ-որ խնդիր է առաջացել, հոդերը վզի ողերի հոդերն են բորբոքվել եւ այդպես շարունակ, ողերի արանքի հոդերը մասնախոսքը եւ թթվածին քանի որ չի հասնում գլխուղեղ բավարար չափով, նույն կերպ կարող է ճնշումը օրգանիզմը բարձրացնել եւ արյան շրջանոցությունը ակտիվացնել, որպեսզի գլխուղեղ թթվածին հասնի։ Եթե այդ պատճառով է 150 բարձրացել, ոչ ավել եւ հաբ են խմում, որպեսզի իջացնի, պարզ է, որ այդ պացիենտի գլխուղեղը քիչ-քիչ սկսելու է մահանալ եւ այդ մահը արագ տեղի չունենա, քիչ-քիչ է մահանալու եւ գալու է մի օր, որ կարող է այդ պացիենտի մոտ նույն ատաքսիա առաջանալ, նույն ասինկոորդինացիայի անկում լինի, շարժումները կամ նյարդային համակարգը թուլանա, այսինքն նյարդային կապը ներքին օրգանների հետ եւ խախտվի ամբողջ օրգանիզմի աշխատանքը եւ այդպես շարունակ։ Նույնպես եւ ճնշումը, եթե բաց է լյարդի պատճառով հիվանդության, բայց այդտեղ պետք է հասկանանք ինչքան է բարձր, եթե 150 է բարձրացել, 160, բայց լյարդն է հիվանդ, անհրաժեշտ է լյարդը բուժել, որպեսզի ճնշումը իջնի։ Եթե չբուժվի լյարդը, ճնշում իջեցնող հաբ նշանակեն, պարզ է, որ այդ պացիենտի լյարդը ավելի է հիվանդանալու եւ ինչպես է կատարում այսօր ճակերտներում վերցված այդ բուժումը ժամանակակից մեթոդոլոգիայով, նշանակում են հաբ, որը ճնշումը իջեցնում է այդ պահին, դա նախ եւ առաջ բորբոքում է լյարդը եւ երիկամները, եթե կողմնակի ազդեցությունները կարդաք, այնտեղ ամեն ինչ այդ մասին ասվում է եւ դրանից հետո, այսինքն եթե լյարդի հիվանդությունից էր կամ երիկամների, դրանից հետո
ավելի է բորբոքվում լյարդը եւ երիկամները եւ կես տարի հետո, երբ որ կես տարի ամեն օր այդ պացիենտը այդ ճնշում իջեցնող հաբը խմում էր, կես տարի հետո այլևս չի օգնում եւ նշանակում են կամ երկու չափաբաժին կրկնակի կամ փոխում են ավելի ուժեղ հաբով։ Եվ ինչ է ստացվում, պացիենտը գնաց բժշկի մոտ, որպեսզի ճնշումը բուժվի, եւ բժիշկը ավելացած ավելի մեծ հիպերտենզիա կյանքի ընթացքում եւ ավելի բորբոքեց լյարդը եւ երիկամները։ Պոլիկլինիկաներում համատարած այսպես է գրվում, այսինքն քիչ ժամանակ տևած բժիշկին ասում է իր ախտանիշները, ինքը շատ արագ գրում է մեծ մասը ես այդպես տեսա ու սարսափեցի, թե ինչ վերաբերմունք կա պացիենտի նկատմամբ, նստած է պացիենտը ասում է այն էլ թոշակալու, ասում է սրտխփոցունան շատ արագ նշանակում է, գրում է սրտխփոցը ճնշող հաբ, ճնշում ունեն այնպիսի հաբի նշանակում, որը ճնշումն է, ճնշում, այսինքն սիմպտոմը ճնշեց, բայց հիվանդությունը ավելի բարդացավ։ Եվ այդ ցուցակը արագ տալիս է, դա բուժում չէ, դա էնցիկլոպեդիայի աշխատանք է կատարում, այսինքն նույն հաջողությամբ մարդը համակարգչի առաջ կարող է ասել սրտխփոց ունեմ եւ էնցիկլոպեդիայի բերի թե որ հաբը խմի կամ որպեսզի ճնշվի։ Բուժումը բժիշկը հենց պատճառը պետք է գտնի, սրտխփոցը կամ ճնշումը ինչից է։ Մի հատ ստուգի, նույն պալպացիաներով լյարդը ստուգի, այդ պահին։ Պալպացիաներով ստուգի մյուս ներքին օրգանները։ Եթե կասկածում է լյարդի վրա, ուղարկի հետազոտության կամ եթե արդեն վստահ է, ուրեմն լյարդը բուժի։ Եվ այսպես պետք է լինի ճնշումը բուժող մեթոդը, այսինքն եւ նաեւ շատ բժիշկներ չեն գիտակցում, որ ճնշումը եւ չեն ուզում այդ մասին մտածել, որ ճնշումը կարող է նաեւ ինքնավերականգնման ինչ-որ process լինի, երբ պացիենտը իրան վատ չի զգում եւ այդ ճնշելով այդ ախտանիշը, այսինքն երբ որ սիրտը արագ է աշխատում կամ ավելի ուժեղ, երբ որ արտերիալ ճնշումը բարձրանում է անոթներում, կարող է դա նաեւ արյան հետ հոսք չլինելու համար լինի, այսինքն երբ որ դռներակն է փակ մասնակի եւ անոթների հետ խնդիր կա երեկային անոթների եւ այդպես շարունակ շատ խնդիրներ կա։ Օրգանիզմը կարող է կոմպենսացնել այդ բացը ճնշումը բարձրացնելով, այսինքն այստեղ պետք է եւ պացիենտը եւ բուժող բժիշկը ուսումնասիրեն, հասկանան այդ ճնշումը ինչ պատճառով է։ Կան դեպքեր, երբ ճնշումը շատ մեծ վնաս է հասցնում, կարող է ինսուլտի հասցնել, կարող է երակների հետ լուրջ խնդիրներ, սրտի հետ լուրջ խնդիրներ, բայց դա պետք է գիտակցել, դա այդ խնդիրն է, թե այլ պատճառով։ Եվ միշտ չէ, որ բարձր ճնշումը դա պաթոլոգիա է, այլ դա կարող է որևէ խնդրի հետևանք լինի եւ դա է պետք բուժել։ Անոթների հետ կապված էլ նույնպես, եթե անոթային խնդիր է, այսինքն էլաստիկության խնդիր կա անոթների, այդ դեպքում բժիշկը պետք է էլաստիկության հետ աշխատի, նորից ճնշումը քիչ-քիչ իջնում է։ Որպես կանոն առողջ պացիենտը, նույնիսկ եթե ճնշումը բարձրանում է 150, 160, 140, ինքը կարող է դա չզգալ։ Բայց կան դեպքեր, երբ բարձրանում է 150 ու գլուխը ուժեղացնում է, այդ դա լուրջ խնդիր է, այսինքն այդ ժամանակ պետք է հասկանալ ինչի է այդպես։ Այսինքն արյան ներհոսքն է գլխում ավելի շատ, քան մյուս օրգաններում։ Եվ այդպես շարունակ։ Իրականում ճնշումը եւ սրտխփոցները, սրտի զարկերի քանակը, սիստոլիկ ճնշումը, դիաստոլիկ ճնշումը, այսինքն այդ ցուցանիշները պետք է իրար գլուխ հավաքել, օրգանիզմը ստուգել, ուսումնասիրել, նոր հասկանալ այդ պրոբլեմը որտեղից է գալիս, այդ պրոբլեմի հետ աշխատել, այլ ոչ թե ուղղակի հաբ խմել ճնշում իջեցնող կամ հաբ խմել, այդ ճնշում իջեցնող հաբերը բերելու են ավելի բարձր ճնշման, հետո բերելու են ինսուլտի, ասենք եթե կես տարի, 1 տարի խմեց, հետո բերելու են ոչ միայն ինսուլտի, այլ լյարդի, երիկամների լուրջ հիվանդությունների եւ եթե այդ հաբը հետո չխմի, ինքնավերականգնման process-ը չի լինի։ Օրինակ, եթե երիկամները առողջ են, ճնշումը բարձրացավ, օրգանիզմը կարող է երիկամների միջոցով ճնշումը իջեցնել, այսինքն հաճախամիզություն առաջանա այդ պահին, բայց եթե ճնշում իջեցնող հաբով երիկամները հիվանդացել են, այլևս երիկամները չեն կարող մասնակցել
ճնշման իջացմանը եւ այդտեղ հետագայում լուրջ խնդիրներ առաջանում պացիենտի մոտ։ Այստեղ եւ բժիշկների մոտեցումը պետք է շատ լուրջ լինի եւ ավելի մասնագիտացված եւ պացիենտներն է պետք է հաբերը խմելուց գիտակցեն, որը պետք է իրենց հետաքրքրի, թե ինչու է այդ ախտանիշը իրենց մոտ առաջացել կամ իսկապես որ հիվանդության հետևանք, ոչ թե ուղղակի ճնշում իջեցնող հաբը վերցնել խմել ու ամբողջ կյանքում շատ դեպքեր են եղել, մարդիկ լուրջ հիվանդություն են հենց ճնշում իջեցնող հաբերից առաջացել ու շատ լուրջ խախտում էր օրգանիզմը։ Այսինքն մարդը կենսական ուժը խախտելով ամբողջ ուզում է իր ձեռքով կենսական ուժը, կենսական պրոցեսները իր ձեռքով կառավարել, բայց դա անհնար է, ամբողջ սիստեմը համակարգը խախտում է։ Այնինչ ճնշումը պետք է գտնել պատճառը, նաև նշել, որ ճնշումը դժվար է լինում բուժել, եթե 5 տարի, 10 տարի մարդը ճնշում իջեցնող հաբ է խմում, բայց եթե ճնշումը նոր է առաջացել եւ շատ արագ բժիշկը գտնում է պատճառ, շատ արագ բուժում է։ Այսինքն այստեղ պետք է հասկանալ նախ եւ առաջ ճնշումը ինչ խնդիր է, վատ է զգում պացիենտը իրեն թե ոչ, եւ ինչպես է վատ զգում, եթե վատ է զգում, երբ առաջացավ, ինչ հիվանդություններ ունի, որովհետեւ օրգանիզմը նաև վերականգնվելուց, այսինքն պրոցեսները երբ որ վերականգնվում կարող է եւ պայքարի մեջ էլ կարող է ճնշումը, օրինակ տաքություն եղավ մարդու պացիենտի մոտ ճնշումը բարձրանում եւ զարկերի քանակը, եթե տաքության ժամանակ ճնշումը բարձրանում է եւ զարկերի քանակը, այսինքն 1 աստիճան ջերմությունը կարող է զարկերի քանակը 10-ով ավելացնել։ Պացիենտը եթե առանց հասկանալու ինքը, այսինքն չչափի ունի ջերմություն բարձր, թե ոչ ճնշում իջեցնող հաբ խմի, որովհետև ճնշումը բարձր է, օրգանիզմը ավելի կհիվանդանա, այսինքն օրգանիզմի մեխանիզմները ինքնավերականգնման, պաշտպանական եւ կարգավորման պացիենտը դիտավորյալ խախտեց, թուլացեց։ Այսինքն նույնիսկ երբ որ բուժում է գնում, բուժման ժամանակ է կարող ճնշումը կատարվում։ Երբ որ պայքար է գնում, հակամարմիններ են արտադրվում օրգանիզմում, մակրոֆագեր են արտադրվում, պետք է արյունը հասնի այն օրգանին, որտեղ խնդիր կա, նորից կարող է ճնշում բարձրանալ։ Այսինքն այստեղ պետք է ավելի խորը կերպ ուսումնասիրել խնդիրը, նոր որոշել ինչպես ճնշումը կարգավորել կամ ինչ մեխանիզմներ։ Եվ միայն այդ դեպքում է, որ պացիենտներին լինում է լիարժեք օգնել առանց, որովհետև մարդը վախի մեջ են գցում, պանիկայի մեջ, հավերություն է լինում, ասում են վերջ դուք վատ վիճակում եք, արդեն քրոնիկ հիպերտոնիա ունեք, սաղ կյանքը պիտի ամբողջ կյանքը պիտի խմեք այս ինչ հաբը, հետո ավելացնում են այս հաբը, հետո այն, արդեն օրը մի անգամ դառնում է 2-3 անգամ եւ այդպես շարունակ։ Դա բուժում չէ եւ սա կօգնի բարեխիղճ մասնագետներին փոխել իրենց վերանայել իրենց բուժման մեթոդները եւ նաեւ խելացի պացիենտներին կօգնի հեռու մնալ սխալ բուժումներից։ Առողջ եղեք։